Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն ազգային ժողովի 2 պատգամավորներ ու հարցաքննվեն։ Բանն այն է, որ մինչ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցել է ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Ռուբեն Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել։ Հայտնել ենք նաև, որ միջնորդություն է ներկայացվելու, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջանգիրյանին ևս հրավիրեն դատարան հարցաքննության։ Հրապարակ թերթը գրում է. երեկ հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Իշխանական շրջանակները տարածում են, թե դրա հրապարակումով փորձում են սադրել Ադրբեջանին հրահրել նոր սրացումներ, սակայն հրամանագիրը հրապարակվել է, քանի որ Հայաստանի իրավապահները Արցախի կորսյան փաստի եւ լուծարման փաստաթղթի վրա հիմնվելով գործեր են հարուցել բազմաթիվ համայնքապետերի համարելով, որ եթե Արցախը լուծարված է եւ կա հրամանագիր, դիցուք Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել իր քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը ունենալով համայնքապետարանի կնիքը տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել։ Հրամանագիրը որոշել են հրապարակել, որպեսզի Արցախի համայնքապետերին հանգիստ թողնեն պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2024 թվականից ուժի մեջ մտած օրենքից 1 տարի 5 ամիս անց արտաքին գործերի նախարարը սկսել է հայտարարագրել ի պաշտոնե ստացած նվերները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հաշվառման է ներկայացրել 9 նվեր։ Արարատ Միրզոյանը ամանորի կապակցությամբ Արաբական միության էմիրություններ արտաքին գործերի նախարարությունից ստացել է Աբու Դաբի քաղաքի Քասր Ալ-Հունի ամրոցի 3D մոդելը, որի արժեքը գնահատվել է 153,700 դրամ։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ դեսպանը Արարատ Միրզոյանին ամանորի արդիվ նվիրել է ձեռագործ նկարազարդ կերամիկական սպասքի հավաքածու 3 ափսե եւ 6 բաժակ, որի արժեքը գնահատվել է 60,000 դրամ։ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի կողմից ամանորի արդիվ Միրզոյանը ստացել է փորագրված կարմիր լաքապատ ծաղկաման, որը գնահատվել է 69,790 դրամ։ 2024 թվականի ապրիլի 29-ին աշխատանքային այցով Կատար մեկնած Միրզոյանը նվեր է ստացել Քատարի Դոհա քաղաքի ժամացույց աշտարակի տեսքով հուշանվեր, որը գնահատվել է 800,000 դրամ։ 2025 թվականի հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան եկած Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեմբեկ Ուլուբաևը Արարատ Միրզոյանին որպես նվեր փոխանցել է սափոր եւ 2 բաժակ, որը գնահատվել է 40,000 դրամ։ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նվիրել է նաեւ 200,000 դրամ արժողությամբ գոր ղազախական ավանդական շիրդակ։ 2025 թվականի մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան եկած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին Միրզոյանին նվիրել է նկար, որը գնահատվել է 58,000 դրամ։ 2024 թվականի ապրիլի 17-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նվեր է ստացել արաբական մետաղի արձանիկ ձիու տեսքով, որը գնահատվել է 407,000 դրամ։ 2024 թվականի հուլիսի 3-ին պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի արտաքին գործերի նախարարի կողմից Միրզոյանը ստացել է Սիկոլիա ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որը գնահատվել է 210,000 դրամ։ Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որով նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ Վրաստանից, բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան։ Վարորդները դրան դազվոլ են ասում, որի դիմաց նաև վճարում են։ Նրանցից մեկը պատմեց, որ նախարարությունից իրենք մերժում են ստանում, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունից ասում են՝ չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին Ռուսաստանի Դաշնությունն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությանը տվել է 700 դազվոլ, որից 500-ը բաժանել են ֆուրատերերին, իսկ 200-ը Դավիթ Խուդաթյանը չգիտես ինչու պահել է։ Խոստակը հաստատեց տեղեկությունը, ասաց, որ տարեսկզբին 700 դազվոլ են ստացել, այժմ մնացել է 130 հատ։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով եւ մինչեւ տարեվերջ կտրամադրվեն, բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել։
Հրապարակ թերթը գրում է կառավարությունն այսօր կմերժի Հովիկ Աղազարյանի ընտրական օրենսգրքում առաջարկած փոփոխության նախագիծը, որով նա առաջարկում էր, որ քվեարկության ժամանակ ընտրողը թիկունքով դեպի ոչ թե պատը կանգնի, այլ հանձնաժողովին, որպեսզի տեսնեն արդյոք նա լուսանկարում է քվեաթերթիկը։ Գտնում ենք, որ առաջարկվող մոտեցումը խնդրահարույց է։ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող քվեախցիկների առկա կառուցվածքի պայմաններում ընտրողի քվեարկության գաղտնիությունն ապահովում է միայն այն դիրքով, որը սահմանված է ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով, քանի որ քվեախցիկում գտնվելիս ընտրողի կամ արտահայտման ակտը կարող է վտանգվել միայն թիկունքից, քանզի ընտրողի աջ եւ ձախ կողմերից եւ դիմացից քվեախցիկի պատերն ապահովում են քվեարկության գաղտնիությունը, եթե հնարավորություն տրվի թիկունքից դիտելու քվեարկելու ընթացքը ուղղակիորեն կխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը, հետևաբար քվեախցիկի դիրքի փոփոխության դեպքում կիմաստազրկվի քվեախցիկների տեղադրման պահանջը նշված է կառավարության մերժման մեջ։ Փաստորաթերթը գրում է Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկությունների տարածումը Հայաստանի հասցեին կրկին ակտիվացնելով բնապահպանական ուղղությունը։ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում COP29 համաժողովի ձախողումից հետո մի քանի ամիս ադրբեջանական կողմը զերծ էր մնում բնապահպանական հարցերը բարձրացնելուց, հասկանալով, որ միջազգային հանրությունն առանձնապես լուրջ չի վերաբերվել հայկական կողմին հասցեագրված բնապահպանական մեղադրանքներին, բայց կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն կրկին սկսել է Հայաստանի հասցեին կեղծ տեղեկություններ տարածել։ Թիրախը ինչպես միշտ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը Հայաստանի տնտեսության ողնաշարն է ու թիվ 1 հարկատուն, որի վճարած գումարներն էլ կազմում են պետական բյուջեի բավականին խոշոր հատվածը, ուստի եւ թշնամական պետության նպատակը Հայաստանին թույլատրելն է առաջին հերթին տնտեսական առումով, որպեսզի երկիրը չկարողանա վերականգնվել պատերազմից հետո առավել եւս զենք գնել, Բաքուն շարունակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ իր կեղտոտ քարոզչությունը, մի երկիր, որտեղ բնապահպանություն պարզապես գոյություն չունի, իսկ հանքերի դեմ երբևէ բողոքած որևէ քաղաքացի անպայման հայտնվել է ոստիկանական մահակների տակ, այսօր Հայաստանին է մեղադրում, ընդ որում շարունակելով օգտագործել տեղական վայ բնապահպանների ուղղորդված զեկույցները, թե իբր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աղտոտում է շրջակա տարածքը։ Նույնիսկ իրանական փորձագետները մի քանի անգամ հատուկ զեկույցներ էին հրապարակել, նշելով, որ Հայաստանից որևէ աղտոտում չի իրականացվում, ընդհուպ Արաքսգետի վերաբերյալ հատուկ զեկույց էր ներկայացվել, նշելով, որ Հայաստանը երբեք որևէ աղտոտված նյութ չի նետում գետը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովի ԿՊ խմբակցության ղեկավարից սկսած մինչև շարքային падգամավորն ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար։ Նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում կրկին տեղ զբաղեցնելն է։ Թեժ պայքարի մեջ է մտել նաև երբեմնի նախարար Արսեն Թորոսյանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի աչքի փուշտ էր դարձել անգամ նպատակար նրան կալանավորելու, բայց հիմա նույնիսկ հայհոյանքներն է հնչեցնում թիվ 1 ամբիոնից միայն թե Փաշինյանի երևա, եւ երեք նրանք տասնյակներով գրավել էին ազգային ժողովի ամբիոնը, սպառնալով ու վիրավորելով Ռոբերտ եւ Լևոն Քոչարյաններին։ Միայն այն բանի համար, որ Լևոն Քոչարյանը քննադատեց Փաշինյանի կառավարությանը, մարդկանց ուշադրությունը հրավիրեց նկատելու, որ Փաշինյանը համբալ բառով վիրավորել է իր ընդդիմադիր գործընկերներին, բայց նկատվեց, երբ Փաշինյանը դրա հաջորդ օրը գնաց Մոսկվա, դուք տեսել եք այդ տեսանյութը, հիմա ով է համբալ։ Լևոն Քոչարյանը հակադարձեց նաեւ Ալեն Սիմոնյանին, ասելով, որ վերևից շպրտի ցավոտ կլինի։ Երեք ազգային ժողովում 21-ի դեմ արշավ էր կեղտոտ, ցածրորակ եւ վիրավորանքներով ու սպառնալիքներով լի։